Հովհաննես 5 Ոչխարների ավազանի անդամալույծի բժշկումը։ Դրանից հետո հրեաների տոնն էր, և Հիսուս Երուսաղեմ ելավ, և Երուսաղեմում ոչխարների ավազանի մոտ մի տեղ կար, որ եբրայերեն անվանվում էր Բեթհեսդա, 5 սրահներով, որոնց մեջ պառկած էր մի մեծ բազմություն հիվանդների, կույրերի, կաղերի և գոսացածների, որոնք սպասում էին ջրերի խառնվելուն։ Եվ Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր ավազանը և ջրերը խառնում, և ով ջրերի խառնվելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկում էր հիվանդությունից նշան անգամ չպահելով։ Այնտեղ կար մի մարդ, որ 38 տարուց ի վեր հիվանդ էր։ Երբ Հիսուս տեսավ, որ նա պառկած ընկած է, և իմացավ, որ դա շատ ժամանակից ի վեր էր, նրան ասաց. «Կամենում ես առողջ լինել»։ Հիվանդը պատասխանեց նրան. «Տեր, ոչ ոք չունեմ, որ երբ ջրերը խառնվեն, ինձ ավազանի մեջ իջեցնի, և մինչ ես դանդաղում եմ, մեկ ուրիշն ինձնից ավելի առաջ է իջնում»։ Հիսուս նրան ասաց. «Վեր կաց, վերցրու քո մահիճը և գնա»։ Եվ մարդը առողջացավ, վեր կացավ, վերցրեց իր մահիճը և ման էր գալիս։ Եվ այն օրը շաբաթ էր։ Հրեաները բժշկված մարդուն ասացին. «Շաբաթ օր է, և օրինավոր չէ, որ վերցնես մահիճդ»։ Նա նրանց ասաց. «Նա, որ ինձ բժշկեց, նա ինձ ասաց. վերցրու քո մահիճը և գնա»։ Նրան հարցրին ու ասացին. «Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասաց. վերցրու քո մահիճը և շրջիր»։ Իսկ բժշկվածը չէր իմանում, թե ով էր նա, որովհետև Հիսուս այդտեղից ամբոխի պատճառով հեռացել էր։ Այնուհետև Հիսուս նրան գտավ տաճարում ու ասաց նրան. «Ահավասիկ առողջացար, այլևս մի մեղանչիր, որպեսզի մի ավելի չար բան չպատահի քեզ»։ Մարդը գնաց և հրեաներին պատմեց, թե Հիսուս էր, որ ինձ բժշկեց։ Եվ հրեաները Հիսուսին հալածում էին նրա համար, որ շաբաթ օրով էր անում այդ բաները։ Սակայն Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Իմ Հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն ես ևս գործում եմ»։ Դրա համար հրեաները առավել ևս ուզում էին նրան սպանել, որովհետև ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաև Աստծուն կոչում էր իր Հայրը, և իր անձը Աստծուն հավասար էր դասում։ Մարդու որդու իշխանությունը։ Հիսուս ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Մարդու որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, այլ անում է այն, ինչ տեսնում է, թե Հայրը կատարում է, որովհետև ինչ որ Հայրն էր անում, նույնը նրա նման և որդին է գործում։ Քանի որ Հայրը սիրում է որդուն, և այն ամենը, ինչ ինքն է անում, ցույց է տալիս նրան, և նրան ցույց կտա սրանից շատ ավելի մեծ գործեր, որոնց վրա դուք կզարմանաք, որովհետև ինչպես որ Հայրը հարություն է տալիս մեռելներին և կենդանացնում է, նույնպես և որդին կենդանացնում է, ում կամենա։ Սակայն Հայրը ոչ մեկին չի դատում, այլ ամեն դատաստան տվել է իր որդուն, որպեսզի ամենքը պատվեն որդուն, ինչպես պատվում են հորը։ Ով որդուն չի պատվում, չի պատվում և հորը, նրան առաքողին։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ով իմ խոսքը լսում է ու հավատում է նրան, ով ինձ առաքեց, ընդունում է հավիտենական կյանքը և չի դատապարտում, այլ մահվանից կյանք անցավ։
ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կգա ժամանակ եւ արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծու որդու ձայնը եւ նրանք, որ կլսեն, կապրեն, որովհետեւ ինչպես Հայրն ինքն իր մեջ կյանք ունի եւ կյանք է տալիս, նույնպես եւ որդուն տվեց ինքն իր մեջ կյանք ունենալ եւ տալ։ Եվ նրան իշխանություն տվեց դատաստան անելու, քանի որ մարդու որդի է։ Դրա վրա ինչու եք զարմանում, որովհետև կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը եւ դուրս կգան, ովքեր բարի գործեր են արել կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել դատաստանի հարության համար։ Ես ինքս ինձնից ոչինչ անել չեմ կարող, այլ ինչպես լսում եմ հորից, դատում եմ, եւ իմ դատաստանը արդար է, որովհետեւ ոչ թե իմ կամքն եմ որոնում, այլ նրա կամքը, ով ինձ առաքեց։ Վկայություն Հիսուսի մասին։ Եթե ես եմ վկայում իմ մասին, իմ վկայությունը հավաստի չէ, ուրիշն է, որ վկայում է իմ մասին, եւ դուք գիտեք, որ հավաստի է այն վկայությունը, որ նա վկայեց իմ մասին։ Հովհաննեսի մոտ դուք մարդ ուղարկեցիք, եւ նա վկայեց ճշմարտությունը, բայց ես մարդկանցից չէ, որ վկայություն եմ առնում, այլ ասում եմ, որ դուք փրկվեք։ Հովհաննեսն էր ճրագը, որ վառված էր եւ լույս էր տալիս, եւ դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լույսով։ Բայց ես ավելի մեծ վկայություն ունեմ, քան Հովհաննեսինը։ Այն գործերը, որ Հայրն ինձ տվեց, որ կատարեմ այն նույն գործերն իսկ, որ անում եմ, վկայում են իմ մասին, թե Հայրն է ուղարկել ինձ։ Եվ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա է վկայել իմ մասին։ Դուք ոչ նրա ձայնն եք երբևէ լսել, եւ ոչ էլ նրա երեսն եք տեսել, եւ ոչ էլ նրա խոսքն ունեք ձեր մեջ բնակված, որովհետեւ ում նա ուղարկեց, դուք նրան չեք հավատում։ Քննեցեք գրքերը, քանի որ կարծում եք, թե նրանցով հավիտենական կյանք կունենաք, բայց այդ գրքերն իսկ վկայում են իմ մասին, որովհետև դուք կարծում եք, թե հավիտենական կյանք ունեք, եւ դուք չեք կամենում դեպի ինձ գալ, որպեսզի կյանք ունենաք։ Ես մարդկանցից փառք չեմ առնում, բայց գիտեմ ձեզ, որ Աստծուն հանդեպ սեր չունեք ձեր մեջ։ Ես եկա իմ հոր անունով, եւ ինձ չեք ընդունում։ Եթե ուրիշ մեկը գա իր անունով, նրան կընդունեք։ Դուք ինչպես կարող եք հավատալ, քանի որ իրարից եք փառք առնում եւ չեք որոնում այն փառքը, որ միակ Աստծուց է գալիս։ Մի կարծեք, որ ես հոր մոտ ձեզ պիտի ամբաստանեմ։ Կա մեկը, որ որպես ամբաստանող կկանգնի ձեր դեմ, Մովսեսը, որի վրա դուք հույս եք դրել, որովհետև եթե դուք հավատայիք Մովսեսին, կհավատայիք այդ դեպքում ուրեմն եւ ինձ, քանի որ նա հենց իմ մասին է գրել, իսկ եթե նրա գրածներին չեք հավատում, իմ խոսքերին ինչպես պիտի հավատաք։